Սրանքը ինչ արի։ 1000 դրամ։ Կիլո։ Ես մի կիլո, հա։ Քան չես ասում։ Չի։ Քան դեռ 500 դրամ է։ Բայց գիտեք, դուք մեկ հատում հավաքելը շատ դժվար է, չի։ Եթե կա, ճիշտ է, բայց էլի միևնույնն է, մի քիչ տանգ է։ Քաղցրաշենից ես, հա։ Ես ինչ ասվի, այսա։ 1000 դրամ։ Քաղցրաշենցիները շատ տանգ է բազարել։ Տանգաբազար չէ։ Քան ես ասում, մի քիչ Շատ լավ գիտեք, մենք ինչքան ենք տանջում։ Գիտեմ։ Ճիշտ է, տանգում։ Հատկապես այս տարի։ Բայց քաղաքացիներն էլ են տանջում, մի քիչ հասանելի պետք է լինի իրան։ Դե մենք զեղչերով հասանելի անում ենք, այնպես է կարող է սակարկենք, ասում ենք 1800, 700։ Այդ է, քիչ հասնեք, էլի։ Դե ես բարձր գներն ասում, հետո քիչ հասնեմ։ Ողոր առավ, չառավ, նոր քիչ ասեմ։ Պարոն նախարար, թանկ է ձեզ ապրանքները այստեղ։ Չէ, նորմալ գներ են։ Ուղղակի մի քիչ ավելի կարող է։ Սակարկում են գյուղացիների հետ, գյուղացիների չեստում են գնել։ Ինչքան է շատ հողակտել ելար։ Տնամերձն է, թե ուղղակի տնամերձ հողամաս։ Տնամերձ հողամաս։ Չէ, հա, տնամերձ հողամաս։ Նորմալ դեպք ստացել եք այս տարի։ Չէ։ Եվ ցնդահարվեց։ Եվ այս կարմիր նյուանսերն էլ փչացրեց։ Յա։ Քիչ բերք ստացակ, հա, Շատ քիչ է ստացել, շատ քիչ։ Դե այդպես էլ ա լինում։ Դե եղանակն է, ցնդահարությունն է։ Չէ, այտենց ուժեղ չծտահարվեց ձեր մոտ։ Եթե ծածկած լիներ, երևի բացեք, դե բացեք, թողեն դրա համար դուք եք մեղավոր։ Դե ունեիք հնարավորություն ուղղակի։ Տղիներն երկու սալատ են։ Հիմա ինչ արվի սա։ Սա 700 դրամ։ 700 դրամ։ Նորմալ է։ Դες լոբին է լա ձերը։ Դրամա բիլիկը պար, Ինչ արժի։ 400։ Ելակ եմ Սրանք 800 են շպանկաները։ շպանկա չի գիտես, ես բարև ձեզ։ Որտեղից նա։ Ուշի աշտը։ Ինչին է դա։ Սա 600, սա 800։ Դե որ սակարկեք ինչ հասնեք սա։ Ձեր պրինցիպի դե գնացեք, քաղաքացու հետ գործ ունենք, ինչ հասնենք են, բայց դե մեր մոտ տան դեմը 800 դրամով բիլիկը տանում։ Կիլոյով ինչ արժի։ 800 դրամ։ 800 դրամ։ Սա ինչ արժի։ Սա 1100, սրանք 1000։ Եկա, բայց ես համարա շուկայի բիլիկի գնով, տալում եք ֆուրը տանում եք գնով է։ Ես ինչ արժի։ Սա 1100։ Ֆուրի գնով է, որ տանում են Ռուսաստան։ Մի կիլո քշելիս է։ Այս բոլորն են նույնն է, թե Չէ։ սա ավելի։ Հա, դե ավելի հատնտիր է, էլի։ Վարունգի ինչ արժի։ 400 վարում է։ Որ գյուղից է։ Հոկտեմբերանի այգեշա։ Ասպետիկ Արտահանողներին պատճառել ես։ Հա, Անիսով։ այդ նույն գնով։ Հիմա էլի ես տալիս, դե արդեն դեռ շացա։ Չէ, այս տեսակը նոր արժում է, տանում են։ Եվ այս մի կիլո։ Հա, դե 2 հատ։ Շանսերտան սա շատ տանում։ Նույնը չի ստացել։ Չէ, ասա, կարճապուշ, ասա երկարապուշ։ Բայց ավելի կերամար ավելի ամեր է սա։ Կամ սրանց է։
բացել, մենք ժամանակին ենք բացել, որտեղ սպասում ենք, որ տեսականին մի քիչ ավելանա, եւ անցյալ տարի նույն ժամանակին ենք բացել, եւ ես պետք է ասեմ, որ արդեն 6-րդ տարին է բանավաճառները կազմակերպվում է, պետք է ասեմ, որ կայացել է արդեն, եւ դա նոր մշակույթ է մեր հանրապես առևտրի համար, որտեղ գյուղացիական տնտեսությունները տարիներ շարունակ զրկված էին շուկաներում իրենց ապրանքը, սեփական ապրանքը վաճառելուց։ Հիմա արդեն տեսնում եք, որ սովորել են եւ արտադրողը հենց ինքը վաճառում է եւ քաղաքացու հետ երկխոսության մեջ է մտնում, շփվում են քաղաքացիների հետ, գները ավելի ուրեմն մատչելի են եւ սակարկելու դեպքում իջեցնում են նույնիսկ գները, այնպես որ շատ կարեւոր է սա։ Սա պիտի զարգանա մեր երկրում, որտեղ բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ այդպիսի տոնավաճառներ կան։ Մենք դեռ ուզում ենք ավելին մսամթերքել վաճառենք, բայց այսօր դեռևս դրա պայմանները չունենք։ Մենք աշխատում ենք, որպեսզի այդ ուղղությամբ կարողանանք լուծումներ տալ, այսինքն մսամթեր, կատնամթեր եւ գյուղացին իրեն արտադրենք կարողանա վաճառել։ Եվ դրան էլ ենք հասնել։ Այնպես որ նորմալ է։ Ինչ եք դնել արդեն եւ այլ վարչական շրջաններում կլինեն նման շուկաներ, այսինքն եթե առաջարկ լինի, Պահանջարկի դեպքում երկրորդը կբացվի, իհարկե մոտարակ 20-25 օր հետո մենք կբացենք Մաշտոցի պողոտայի հարակից տարածքում, ինչպես անցյալ տարի եւ նախանցյալ տարի, եթե անհրաժեշտություն լինի, երրորդ տեղն էլ կբացենք վարչական տարածքում, առայժմ դրա անհրաժեշտություն չկա։ Իրացման հետ կապված խնդիրներ ունենում են այնուամենայնիվ գյուղացիները, չնայած գործարանների արտադրության շուկային։ Բոլորից տեղեկանում եմ, քաղաքացիներից էլ եմ հարցնում, մեծամասամբ գոհ են գներից, քաղաքացիները, հենց գնորդները։ Իհարկե դժգոհ մարդիկ էլ կան։ Եվ երկրորդ այդ գինը ոչ մեկի չի սահմանել, պետք է սակարկությունների արդյունքում գինը ձևավորվի։ Այնպես որ վաճառող ուզում է մի քիչ ավելի թանկ վաճառել, բնական է դա։ Գնորդն ուզում է ավելի էժան։ Պարոն նախարար, եթե այն վաճառողները, ովքեր այստեղ մեծածախ գներով են վաճառում, ինչպես ձեզ ներկայացրեցին, նույն գնով գյուղից տանում են, արդեն մթերում են այդ գնով, մեծածախ գնով, բայց ստացվում է, որ այստեղ կարող են նաև թանկ վաճառել։ Ես չեմ կարծում եւ վերջի տարիների փորձը ցույց տվեց, որ այստեղ ավելի էժան է։ Իհարկե մեծածախ վաճառքից մի քիչ տարբերություն կա, մի 10%-ի տարբերություն, բայց ընդհանուր առմամբ մյուս շուկաներից, օրինակ գումի շուկայից շատ բավականին ցածր է գները եւ մատչելի է, հասանելի է կարող։ Ծրտարության հետ կապված վերջին ինչպիսին է լինելու, ասում են այս տարի ծրտարությունը այդքան սաստիկ չի եղել, եւ որոշ տեղեր եղել են իհարկե որոշակի ծրտարություններ, Կարգտարություն, այո, ապրիլ ամսի վերջերին 18-ից սկսած 18-ին, 29-ին, 23-ին եւ մայիսի 3-4-ին, 5-ին, 6-ին կարգտարություններ եղան, երեկ էլ որոշ տեղեր կարգտարություններ Տավուշի մարզում եւ ուրեմն եթե չեմ սխալվում, Կոտայքի մարզում եւ վնասները իհարկե կան։ Կարկուտ ամեն տարի լինում է, կարկուտից խուսափել չենք կարող, իհարկե պայքար կազմակերպում ենք դրա դեմ, ռիսկերը նվազեցնելու համար 500-ի կարգի հակակարգային կայաններ կան, որոնք աշխատում են հիմնականում հարարացան դաշտարանում, սակայն չենք կարող խուսափել նաև կորուստներից, կորուստներ են լինում։ Այս տարի այդքան շատ մեծ կորուստներ չկան, իհարկե կորուստները չի կարելի շատ ու քիչով բնութագրել, ինչքան էլ միևնույն է կորուստ է գյուղացու համար, բայց մեծ չափի կորուստներ չկան, ինչքան որ նախորդ տարիներում։ Հիմա մեր մասնագետները այդ կարգավորված համայնքներում ուրեմն ուսումնասիրություններ են կատարում, միաժամանակ հետո արդեն մենք կարող ենք գնահատական տալ, թե ինչքան են կորուստները կազմում։ Մոտավորապես 5000 հեկտարի կարգի վնասվել է, որից 1500 հեկտարը պտղատու այգիներ, 1100 հեկտարը խաղողի այգիներ, 870 հեկտար բանջարանոցային մշակաբույսեր, 400 հեկտարի կարգի բոստանային մշակաբույսեր, այնպես որ այո, կորուստները կազմեն 20-ից 50-60%-ի սահմաններում։ Բայց մի բան է դիմանանք, որ կարգտարությունը մասսայական բնույթ չի կրում։ Եթե նույնիսկ 1 հեկտարի վրա հնարավոր է միտեղ 80% վնաս պատճառի, նրա ընդհանրապես մի 50 մետր ենքով 20%, այդպես է կարող։ Եթե այսօր 1000-ով են վաճառում, նոր է սկսվել, մի քանի օրից հետո անպայման գինի օրորի չնեգի է։ Մի քանի օր առաջ 2-3000 էր, հիմա արդեն 1000 է, 800 է, 800 էլ կա ծիրան։ Աշճանաբար իջնելու է գինը, իհարկե իջնելու։ Բավականին ծիրանի քանակ ունենք, իմացեք, այնպես չի որ ծիրան չկա։ Մարդիկ ասում են այս արիցիան շեն շուտել, այդպիսի բան չկա։ Ինչպես։ Թանկ չեն վաճառը, ես հաստատ համոզված եմ, որ քիչ գինը։ Այսօր այս առաջորդը համար
145 մոտավորապես արդեն մասնակիցներ կա, այո, մոտավորապես 5-6 մարզերից, մոտավորապես 80 համայնքներից օր-օրի ավելանալու են մասնակիցների թիվը, առաջ օրներ այդպես է լինում, բայց անցյալ տարվանից ավելի շատ է։ Գյուղատնտեսական վարկերի մասով ինչպեսի պատկեր է, շատ գյուղացիներ չեն կարողանում ձեռք բերել։ Վարկերի մասով մենք արդեն մարզպետարաններից ցուցակները վաղը կամ երկու շաբթի օրը կստանանք եւ վարչապետի հանձնարարականը կարդեն, դուք գիտեք կարգավորությունից մի հաջորդ օրը անմիջապես վարչապետը եղավ Արմավիրի մարզի մի քանի համայնքներում, այնտեղ որ այսօրվա վիճակով տեղադրվում են արդեն 12 հակակարգային կայաններ, այն վտանգավոր համայնքներում, որտեղ ռիսկը ավելի մեծ է, եւ ուրեմն հանձնարարական տրվեց, որ վարկերի ցուցակները անեն, գյուղացիները որ բանկերում վարկեր ունեն, որպեսզի որոշակի հետաձգում լինի, մինչև դեպքահավաքը։ Իսկ քաղաքացիների գումարը վճարվեց։ Իսկ ի՞նչ է կարտոֆիլը։ Մի շաբաթ առաջ են եղել, ասեցին շատ քիչ են այս տարիցանը։ Այդպես չի։ Անցյալ տարվանից մոտավորապես 700 հեկտարով ավել կարտոֆիլ եք ցանել դեռ նախնական տվյալներով, օպերատիվ տվյալներով։ Իսկ ես համոզված եմ, որ ավելի կավելանա այդ թվերը եւ մենք անցյալ տարվանից ավելի շատ կարտոֆիլ ենք ունենալու։ Այս տարի միայն վաղահաս կարտոֆիլը դուք տեսնում եք շուկայում։ Վաղահաս կարտոֆիլ մոտավորապես 2800 հեկտարի վրա ցանվել է, անցյալ տարվանից մոտավորապես 500 հեկտար ավել։ Այնպես որ կարտոֆիլը եւ արդեն արտահանումն է սկսվել։ Վաղահաս կարտոֆիլի մենք արդեն պայմանավորվածություն ունենք արտահանող կազմակերպությունների հետ մեծականակ արտահանում է իրականացվելու կարտոֆիլի, որտեղ ծավալները այս տարի շատ են։ Եվ մի երկու օրից կտեսնեք, որ շուկայում էլ գները բավականին իջնում են։ Հիմա էլ մատչելի է 180 մինչև 150 դրամանոց կարտոֆիլ կա նոր վաղահաս։ Նախարարների կրճատում լինելու է։ Քաղաքացիների պարտքը կարելի ասել 90%-ով վճարված է, շարունակում է եւ առաջիկա նստում է կավարտում։ Պարոն Ղարաբեկյան, այս օպտիմալացումը կարծես թե ամենա բացական անդրադարձավ գյուղնախարարության վրա, 3 նախարարներ կրճատվեցին, փոխնախարարներ կրճատվեցին պրոֆեսիոնալ բավականին։ Ինչ արվելու որ ոլորտը չտուժի այս փոխնախարարների կրճատումից։ Խնդրում եմ չանհանգստանալ, ոլորտը չի տուժի եւ չի էլ տուժելու, որովհետեւ մասնագետներ են, մյուս փոխնախարարներն են մասնագետ, այնպես չի որ նրանք պրոֆեսիոնալ չեն։ Սերնդափոխություն պետք է լինի։ Ամեն մարդ պետական պաշտոնյա երբ որ նշանակում են միաժամանակ հետո հնարավոր է որ ազատեն աշխատանքից, այդպես չի որ հավիտենական ոչինչ չկա։ Այնպես որ կյանքը շարունակվում է, այո, երիտասարդ կadrերին պետք է նախապատվություն տանք եւ երիտասարդները պետք է աճեն։ Այնպես որ պետք է վստահենք եւ ընդհանրապես բոլոր ոլորտներում սերնդափոխություն պետք է։ Պարոն Ղարաբեկյան, արդյունքը Արմավիրի մարզի Բարմանյան տարածաշրջանում ադրամիասալությունները վնասել են։ Ասում են, որ անասնակերի խնդիր է։ Այդպիսի բան չկա, դուք սխալ տեղեկատվություն ունեք։ Մենք ուրեմն եթե մարզերում որևէ արտարոց բան է լինում, մենք անմիջապես տեղեկանում ենք։ Մենք մարզային կառույցներ ունենք, որոնք այդ աշխատանքները կատարում են եւ այդպիսի խնդիր չկա։ Պրոսպեկտի մոտ Երեմի 20 օրից կբացվի, ես արդեն ասացի։ Այո, անպայման, այո։ Պայմաններ են հնարավոր ստեղծել, որպեսզի քաղաքացին էլ գոհ լինի դգներից։ Երևանի քաղաքապետարանի լիազորությունների մեջ մտնում տարածքների հատկացումը, մենք մեր կողմից դա արդեն 6 տարի է իրականացնում ենք եւ ընթացիկ մաքրությունը եւ ընթացիկ աշխատանքներ։ Իսկ ինչ մնում է գներին առաջի օրն է, ես է նկատեցի, որ որոշ քաղաքացիներ իրենց դժգոհությունը հայտնեցին, բայց ամեն դեպքում վստահ եմ, որ գյուղատնտեսության նախարարության կողմից վերահսկողությունը իրականացվում է շուկայում գների ապահովելու համար եւ համապատասխան պատասխանատուները անպայման կհսկեն այդ ամենը։ Պարոն քաղաքապետ, քննարկվել է հարցը արդյոք նոր տարածքներ տրամադրելու գործողներից բացի Կասյանից, Մաշտոցի պուրակից նոր տարածքներ մյուս վարչական շրջաններում, թե որտեղ կենտրոնացած է 3 վարչական շրջաններում, 3-ում եւ հարմար չի մյուսներին օգտվել կարծես։ Դավիթ Հաշիմցիները հենց Մենք բազմիցս ենք ասել, որ իշեք դեռ 6 տարի առաջ, երբ որ առաջի անգամ հենց այստեղ յուղ մթերքի շուկա ենք բացում, շատերը թերավատ էին վերաբերվում, որ սա առաջի տարին է լինելու եւ չի լինելու։ Բայց տեսակ արդեն 6-րդ տարին է շարունակ մենք սա իրականացնում ենք գյուղնախարարության հետ միասին, նաեւ երկրորդը մենք հաջորդ ամիս ունենալու ենք Մաշտոցի պողոտայի հարակից հատվածում եւ գյուղնախարարության հետ մենք համագործակցում ենք անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ ենք բոլոր վարչական շրջաններում տարածքներ
տրամադրելու, բայց կազմակերպողը գյուղնախարարությունն է եւ մենք մեր պատրաստակամությունը հայտնել ենք։ Իսկ ինչ մնում է շուկաների հետ կապված, արդեն Երևան քաղաքում մենք ստեղծում ենք փոքր շուկաներ, հնարավորություն ենք տվել այն մարդկանց, ովքեր ներդրում կկատարեն, որ բոլոր, գրեթե բոլոր վարչական շրջաններ ունենանք յուղ շուկաներ։ Կան առևտուրը ես չեմ իրականացնում, մայրս եւ կինս են իրականացնում, շատ գներին ծանոթ չեմ, ավելի շատ շփվում եմ բնակիչների հետ, բնակիչներից են կարծիք ստանում, թե թանկ է, թե էժան։ Մենք ունեցանք երկու կարծիքներ, համ էժան, համ թանկ, բայց համապատասխան պատասխանատուները գյուղնախարարության ըստ մեր ամեն ինչը կվերահսկեն եւ կկարգավորվի։ Իսկ ձեր կարծիքով թանկ է համեմատելով մյուս շուկաների հետ, մյուս Ես նորից կրկնեմ, մեր տան գնումները իրականացնում են մայրս եւ կինս։ Իսկ ինչ է գնել այս շուկայից, պարոն քաղաքապետ։ Գինաս եմ գնել երեխաներիս համար։ Այլա գները ոնց էին այստեղ։ Նորմալ կարելի ասել երեկվա գները Մյուս շուկաների հետ համեմատածի ինչպես է։ նայած։ Կա որ մի քիչ էժան, կա որ նույնը, կա որ մի քիչ ավելի բարձր։ Բայց այստեղ դուք ինչ էիք ակնկալում, գալիս եք ավելի էժան ապրանք, թե ավելի որակություն Ընտրությունը մեծ, ավելի մեծ ընտրություն կա։ Ընդհանուր առմամբ էժանի չենք ակնկալում, որովհետև չգիտեմ, օրն է չէ թե լավն շուկայական գինը։ Երբեմն City-ում ավելի էժան բան կարող են կառնել, քան թե իսկ որակը դե որակը լավն է։ որտեղ է ավելի լավ։ Շուկա Կոմիտասի շուկայինն էլ իրենն էլ նույնն է։ Որտեղից եք բերում մեղրը։ մեր տնից Դե որ մարզից պարզա։ Կոտայքի մարզից Կոտայքի մարզից։ Ինչ գնով եք վաճառում։ 4000 4000 այդ մի կիլոնը։ Իսկ դա շուկայի հետ համեմատ ավելի էժան եք վաճառում, թե թանկ, թե նույն գնի։ Ուրիշ տեղեր եք վաճառում եղերը բացի Չէ, այստեղից։ բաց մեկ է տնից է Տնից էլ եք նույն գնով վաճառում։ այո Ինչպես էր գները, նորմալ էր, թանկ էր, էժան էր, ինչ կարծիքի եք։ Նույն գները ինչ որ մեր շրջակայքի բանջարեղենի խանութները նույն է, ոչ մի առավելություն չկար, ես ինձ մի բան էր պետք, մանեկա չկար, հացահատկետ կապա։ Իսկ ակնկալիքը ո՞րն է, որ այստեղ եք գալիս է։ Թարմ է, առաջ դեռ ընտրված չեն, թարմ է, դրա համար, հետո անցնում էի մտա։ Տեղից եք։ Արմավիրի մարզ։ Սա հենց ձեր բերքն եք վաճառում, ձեր բերքն է։ Անպայման, ուրիշ պետք չէ տարածած։ Հազիվ ենք հասցնում Իսկ մյուս տարիներին եկել եք այստեղ, թե առաջին անգամ եք գալիս։ Իսկ ո՞նց է առևտուրը։ Մի փոքր պատմեք, լավ է, վատ է, շատ են գալիս գնում։ Մարդիկ գոհ են, գոհ չեն։ Նորմալ այդ շատ կան, առևտուրաներն շատ կան, գոհ են, որ հենց թարմ ապրանք են առնում, հենց գյուղացու ձեռքից են գնում, գոհ են ընդհանուր։ Իսկ մարդիկ, իսկ այստեղի գները դու հավաստիացնեք, որ ավելի էժան են, քան մյուս շուկաներում, խանութներում, թե գինը նույնն է, ուղղակի որակն է քերաշխարում, այսինքն ինչն է ձեր մոտ լավ, որ պետք է հենց ձեր մոտից գնալ։ Առաջի հերթին որակը, որ հենց առաջի բերքը հենց թարմը խարվել ենք ու բերել ենք։ Իսկ գների փոփոխությամբ համարյա թե բիրիկի գնին են տալիս։ Մեր մանդար ոնց որ բիրիկ են տալում, մի քիչ տարբերությամբ կիլոյի տակ ստեղ են կանում։ Բայց ստեղ չեն կարում լրիվ ապրանքը ռեալիզացնել։ Անպայման շատ է բիրիկ հանոցներն են տանում։ Մնում է այստեղ այսքան ապրանք, ամբողջությամբ չի վաճառվում։ Չէ, ինչքանը որ բերում ենք, վաճառվում է, բայց որ ամբողջ բերքը բերենք, չենք հասցնում տասնել, քիչ են բերում։ Իսկ մենակ շաբաթ կիրակի քիչ է, այսինքն կուզեիք ուրիշ օրեր լինեն, որ ավելի շատ վաճառվեք, թե մյուս օրերին հարմար չէ։ Չէ, եթե ելներ շատ լավ կլներ։ Ասենք ուրբաթ շաբաթ կիրակի լիներ, ավելի լավ կլներ։